համար հիմա սեփականացնող համար քարտեզ եւ բուլիկ լավ եք լավ եք բարև եղբայր երկու բարելի փոխանակ ես խնդիրների առաջ եմ գալու չլուծում ձեր կառավարությունից մարդ կլինի որ ինչ կարգի խնդիրը աստված ձեզ շնորհակալ եմ քարտեզ նվիրեմ ձեզ ունեք Ունեմ տվել եմ, բայց շնորհակալ ես Հայաստանի քաղաքացի եմ Արցախի հանրապետությունից Բեռլին տեղահանված լավ ծրագիրը որ մտնում եմ այդ բնականաշինության մասին է խոսքը հա ծրագիրը մտնում եմ մասնագանակ քաղաքացիություն ստացի գնում եմ քաղաքացիություն ստանամ ասում եմ դու մեր քաղաքացին ես գումարած մնացած փաստաթղթերը որ ես Լեռնային Ղարաբաղից չեմ Բեռլին տեղահանվել Արցախի հանրապետությունից եմ Բեռլին տեղահանվել եղբայր դե հիմա Հայաստանից եմ ծնվել եկեք սենց անենք հա դե գիտեմ սենց կատեգորիա ես գնամ գյուղի ինչ անեմ անասունից գյուղատնտեսությունից բան չեմ հասկանում Եղբայր գիտեք այդ հարցը հիմա անկեղծ ասեմ ոտքի վրա չեմ կարող պատասխանել դիմի հասկանանք Տիկին Դավոյան կոնտակտը վերցրեք սոցիալնախարարությանը փոխանցեք Իմ օգնականն է Տիկին Դավոյանը Արտեզից կնվիրել Հաճույքով եղբայր Պարոն Փաշինյան, ես եմ ՀԴՄ-ի տղան եմ, որ եկել է այն օրը մի 3 հատ ձեր բուկլետ մեկը ախորոս դրա Մի րոպե, ինչը դմա, ինչը այն որ եկա նկարվեց հիշում եք ձեր այդ 3 հատ Արտակ ջան, բարև ձեզ Իսրայելից Լավ եք Մի անգամից կարակ հանրապետության հրապարակ գաք, որ զորահանդեսը տեսնեք Սպասում ենք ձեզ անհամբեր, շնորհակալ ենք Շնորհակալ եմ եղբայր Պարոն Փաշինյան, մեկը 2 հատ է խմորեղենից կտակ տալեմ խմորեղենից, մի րոպե Լեոնարդ ջան, ես էլ 2 հատ երեխեքին միացել ախորոս տղերը Հաճույքով եղբայր Մերսի շատ շնորհակալություն Գնացի Ներողություն Արտակ ջան, ինչ հանդիպում Լավ եղբայր Ձերկված վարորդների անունից եթե կարելի է խնդրանքը Եղբայր ջան, ինչ անենք Հիմա ինչ անենք Հա, գիտեմ Հա, բայց ես հետաքրքրվել եմ այդ հարցով Նախարարի հետ խոսել եմ, քննարկել եմ այդ հարցը Մեր օրենսդրությամբ միակ տարբերակը պետք է գնալ քննություն տալ եւ վարչապետ ջան, անկեղծ ես ասում եմ, այդ համակարգող բառը չեմ սիրում, մենք համակարգել ենք նույնանով WhatsApp-ով, որ խառը տարբեր Ինչ եք ուզում, որ մենք անենք, մի հատ բացատրեք Մարդիկ, ձեր տարիքի մարդիկ են, անկեղծ ասում եմ, ես մենակ իմ անունից չեմ ասում եմ Մարդկա 5 անգամ գնաց այդ վեկը տրվել է տաքսի ակշում, առաքիչա Ինչ եք ուզում, որ մենք անենք Իրանք քննությունները, այս պահարներ են Եղբայր, տեսեք, ուզում եմ ճիշտ հասկանամ եք, երբ որ օրինակ վարորդը ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա է վարում, դա պատահարի մեծ ռիսկ է, ընդ որում ես չգիտեմ, այդ պատահարը դուք էլ չգիտեք, ոչ մեկ չի, մի րոպե կներեք էլ, ոչ մեկ չգիտի այդ պատահարի մեջով կլինի, իմ ընտանիքի անդամը, ձեր ընտանիքի անդամը, երրորդ ընտանիքի անդամը, թե չորրորդ ընտանիքի անդամը, Ես իմ երեխայի դեպքը պարոն վարչապետ ջան, հեղի կինը ես չեմ անում, երևի ես անձամբ ձեզ էլ եմ ուղղակի, չգիտեմ ուղղակի տեղացնում է, թե չէ, հեղի կինը խփել է, ես 2 ժամում եք այդ կնոջ մասին, ինքն էլ խմաշ, ես լրիվ հասկանում եմ, ոչ մեկ չի ասում, որ ասենք, այստեղ ուրիշ խնդիր կա, այդ ամեն ինչից այն կողմ ուրիշ խնդիր կա, գոնե ասենք այդ մարդիկ, ես տեսեք էլի, ձեր ազգանունը ինչ է, պարոն Հակոբյան, ես գիտեմ, հիմա էլ ընտրական շրջան է եւ մենք ընդդիմադիրներն են կոչանում, որ չքաղաքականացնեն, չէ, տեսեք, բանի ընտրական շրջան է, հիմա ենթադրենք 5000 մարդ էս պայի դրությամբ Հանրապետություն 25 թվականին զրկված է ընտրական տրամաբանությունը այն կլներ որ ես ասեի վայ գիտեք ինչ հիմա մենք կգնանք ձեր վարորդական ոչ բայց ես մարդկանց կյանքերը այդ թվում ձեր կյանքերը այդ թվում ձեր կյանքերը վտանգի տակ չեմ բայց բոլորն ասում են Վրաստանը ներեց գիտեք հայերս ոնց են ասենք իրանք 18 թվից հետո մենք մի քանի անգամ մի քանի բաներ ներել ենք այսինքն ներման process-ներ համաներում ֆինանսական համաներում եւ այլն եւ հետո փորձնական մի 100 հոգի կարելի է կներեք ես եղբայր ես ձեզ գիտեք ինչ կառաջարկենք եկեք առաջարկենք մենք աջակցենք ձեզ դասընթացներ կազմակերպենք գնացեք պարապեք գնացեք մենք էլ օգնենք քննությունը տվեք ստացեք 10 անգամ գնացել է մի հատ ստից բանից կտրել են անկեղծ ես կեմ իրանց սաղի անունից խոսում ես ուղղակի որ սաղովի եղբայր մի հատ այ եկեք սենց փողոցում նայենք
ում կյանքը ես վտանգի տակ դնեմ, ասեք ում կյանքը վտանգի տակ Դա կարա համ ես Չէ, ում կյանքը ես դեմ Չէ, խմացություն ոչ ծնունդ, կնունկ, մարդի չէ մեքենան գարաժը կանգնած պայեն բռնել։ Ում կյանքը վտանգի տակ դնեմ ես։ Ում կյանքը, ում կյանքը տվեք այդ մարդկանց ցուցակը, որոնց կյանքը ձեզ դեպք ասեմ դուք էլի մի հատ խնդրում եմ կներեք։ Մարդը եկել է, կանգնացրել է, բարձրացրել է տուն հյուրերը նստած, դեպքեր է ես ասեմ էլի։ Տեսել է հյուրերը զոք հաշբան նստել են, որ հայավարի ասեմ, կեր է խմել են, հետո 11-ին ինքը խմած գիտակցել է, որ մեքենան խանգարում է, իջել է գարաժ կանգնացնի, իրան էլ են բռնել։ Սենց նենց դեպքեր ասեմ համատարած, ես համաձայն եմ ձեր։ Հարգելիս, ամենայն հարգանքով, խորը հարգանքով, խորը ակնածանքով չեմ կարող ոչի բան։ Ոնե ասենք մի 100 հոգուներ են, միակ բանը, որ կարող ենք անել, դասընթացներ վերապատրաստման համար աջակցել։ Եթե դա ընդունելի է, եկեք, կներեք ամենայն հարգանքով ուրիշ բան չեմ կարող։ Դասընթացների գնացել են մարդիկ կան ասում 10 Ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ կարող։ Ուղղակի ձեր քաղաքացիներն են, իրանք էլ անկեղծ իրենց Այո, եւ ձեր կյանքը չեմ կարող վտանգի ենթարկել, կներեք։ Նկարը։ Արգանքները ձեր հետ են, դու հետ եմ շաբաթ։ Քարտես։ Հա։ Սելֆի, ամենահարմար։ Շնորհակալ։ Վարչապետի հատ նկարի։ Շատ ինձ ասել եմ իստոր չբարև եմ։ Լավ է։ Բարև եղբայր։ Բակալու ենք էլի Բերդին չես ասել։ Արյունոտ գումարներից պրոցենտ չու, հետ արյունոտ։ Հա։ Գումարների տեխտերի։ Երբեք էլի ասում ենք անգանջով ամեն պետք է շարժվենք, չենք կարող։ Դու խոք չալ կարող ես։ Հա, բայց քայլելով, քայլելով։ Շնորհակալություն ձեզ։ Լավ է։ Մի րոպե եղբայր, բա բուկլետ, բա քարտեզ։ Գնացինք։ Խնդրեմ բեցապել երեխեքին այդ նշաններից։ Երեխեքին Լեոնարդ, փոքրիկին Լեոնարդ, մոտեցի էլի։ Երեխեքին նաև թխվածք, մի քանի հատ։ Եվ բուկլետ։ Գնացինք, եկեք մայր, Ժորժ ջան։ Տորնի ինք կարթակ մի որ Շատ լավ։ Մի անհանգստացեք, տվեցի չէ՞ ձեզ քարտը։ Հա, ախպատորի։ Եթե լուծվող լինի հարցը կլուծենք։ Հայլիներից զգուշ, բարև Տիգրան ջան, լավ եք։ Բարև եղբայր։ Լավ եք, լավ են ձեր գործերը, մեր քարտեզից ձեզ նվիրեն։ Բարև ձեզ։ Ես միշտ ասում եմ, աշխարհի ամենալավ խանութը այդ ծաղկի խանութն է, ճիշտ է։ Նայեք ձեզ։ Ու մեր երկրում ուրախությամբ եմ արձանագրում, որ ծաղկի որակը գնալով ավելի լավանում է ու հիմնական մասը մեր երկրում արտադրված է, ինչ շատ ուրախալի է։ Հաջողություն ձեր գործին։ Բարև ձեզ։ Ոնց եք, ես ինչ լավ գործ է։ Հույս ունեմ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ։ Լավ եղեք, լավ, շնորհակալ եմ։ Դուք ինչքան աշխատավար, 200,000-ից ավել է ձեր աշխատավարձ, թե պակաս, իսկ քանի տարեկան եք։ Ես 61 կլինեմ։ Որ 200,000 դրամից ավել լիներ, նաև առողջության ապահովագրության շահառուկը դառնայիք։ Դուք քանի տարեկան եք։ 63։ Հա, բայց ձեր թոշակը արդեն թոշակ եք ստանում, ինչքանով եք թոշակավորվել։ 46։ Հա, հիմա գիտեք չէ, հիմա դա նվազագույն թոշակն է, 2018 թվին գիտեք ինչքան ա եղել նվազագույն թոշակը, 16,000, հիմա դարձել է 46, լավ եղեք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, հա։ Այս անգամ ես ձեզ դիմել էի ազնվերի համար, զանգեցին տարածքներս ներկայացրին։ Լուծեցինք այդ հարցը, որ դիմել էիք։ Ասել եմ 6 ամսից 1 տարի։ Քաղաքացիություն պետք է ստանաք, հա։ Ես որ հիշում եք, ասեցի իմ անձնագիրը կողոպտել են Հա։ Հայաստանի քաղաքացի։ Վիդեո արիր մեծ, հա։ Հայաստանի քաղաքացի է, ու ծառայում է հիմա բանակում, հունվարին են։ Շատ լավ, մենք միշտ ուրախ ենք, որ Հայաստանի քաղաքացիություն են ընդունում եւ անձնագիր են վերցնում։ Դեռներ կարողանար բանաներ էլ ինքն էլ ընտրել։ Դե ինչ արած։ Ինվերն աշխատանքից խնդրել եք։ Բարև Մի ժամա ձեր հետևից ման եմ գալիս։ Պարոն վարչապետ, մենք ձեզ շատ սիրում ենք, շատ շնորհակալ ենք ձեր արած բոլոր գործերի համար։
Ու ովքեր որ շատ բողոքում են ուշադրություն եք դարձնի, թաքուն ձեզ են ընտրելու։ Այդ միշտ Չէ, իմացեք։ դե դրա առավել եւս բողոքներին մեծ ուշադրություն եք դարձնում, որ մարդիկ հանկարծ շատ բողոքողները հենց հատուկ ընտրողներն են։ Գիտեք ինչ, ես ձեզ մի բան ասեմ։ Երևանի քաղաքապետն է, վարչապետի աշխատակազմի ղեկավարն է, վարչապետն է, էկոնոմիկայի նախարարն է։ Այդ բողոքների մի մեծ մասը մեր աշխատանքային օրակարգի մաս է։ Մենք չենք նեղվում, որ մարդիկ բողոքում են։ Մենք նեղվում ենք, որ մենք դեռ այդ հարցը չենք կարողացել լուծել, որովհետև բողոքների 90%-ը կապված Երևան քաղաքում ահռելի, հասկանում եք, մեծ խնդիրներ կան կուտակված եւ ահռելի աշխատանք է։ Ես ամենաշատը նեղվում եմ, որ այդքան աշխատանքը արվում է Եվ գնում եք տենում հələ, բայց հələ ինչքան աշխատանք կա անել, հասկանում եք։ Կյանքն հենց բանա, որ աշխատանք Ես նկատի ունեմ, եթե բողոք լսելից մենք նույնիսկ նեղվում ենք, մենք նեղվում ենք ոչ թե նրա համար, որ մարդիկ բողոքում են, մենք նեղվում ենք նրա համար, որ դեռ չենք հարցրել այդ հարցը, որը մեր մենք որ իրար հետ հավաքվում ենք։ Այդ բողոքները մենք ենք իրար ասում, որ այս հարցը սենց են, հարցը նենց են, այնց որ այդտեղ որևէ խնդիր Մենք էլ չկա։ տանիքում ենք, մենք իրարից նեղված խոսում ենք, ինչ պետք է անենք։ Մի խոսքով, պարոն վարչապետ, շնորհակալ եմ իմ շրջապատի անունից, իմ շրջապատն էլ փոքր չի, ասեմ, ու ուզում եմ ձեզ ասեմ, որ միշտ ձեր տրամադրությունը բարձր պահեք, ամենակարևորը այս օրերին դա է, որովհետև մենք էլ ենք աշխատում դա անել, որովհետև մեզ էլ է օգնում։ Մի խոսքով։ Ես որ բարձր տրամադրության մասին ասցիք, ես ձեզ տպավորություններ կիսեմ Սյունիքի եւ Վայոց ձորի մարզի մեր քարոզարշավից մի X պահի մենք արձանագրեցինք, որ մեր քարոզարշավը վերահացվում եթե կարելի է այդպես ասել տոնախմբության, որովհետև նախ դրա պատճառն է, որ ահռելի մեծ թվով երեխաներ են գալիս եւ ես սկզբից լարվում էի մի քիչ, ասում էի լավ, այս երեխեքին չեն գալիս, հոյրանց չեն ասում եւ այլն, ամենախիստ ձևերով զգուշացնում են, բայց երեխեքի հոսք կա եւ վերջո Գետապ գյուղում երեխեքին հարցի լավ սի երեխեք, մի հատ բացատրեք ինչի եք գալիս եւ պատասխանը ինձ ցնցեց, ասեց գալիս ենք որ ուրախանանք։ Հետեւաբար մեր խնդիրն է մեր քարոզարշավի ողջ ընթացքում այդ մթնոլորտը պահել, իհարկե չշրջանցելով ոչ մի սուր հարց եւ ոչ մի աչք չփակելով ոչ մի խնդրի վրա, բայց գիտեք ինչ, եթե մենք պոզիտիվ ենք տրամադրված լինում ցանկացած հարցի, այդ հարցը ավելի հեշտ է լուծվում։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել, որ աշխատանքից կտրվել եք եւ եկել եք։ Ես մետրո չկարողացա մոտենամ։ Գնացի ասի գոնե գնամ զգուշացնեմ, որ մի քիչ կարևոր գործի համար կարելի է մի քանի րոպե ուշանալ։ Հաջողություն ձեզ, ամենայն բարի, ձեր հաջողությունը մեր ազգի հաջողությունն է։ Հաջողություն բոլորին։ Ես ճանաչում եմ Տիտիջանին, դեռ իրար ռաստնենք եկել գարեջի գործանի մոտ։ Ու իմաց էր թափ ունետելու գործ ունեմ։ Հաստատ իմացի իմ հետ հավոր տղա առանց կասկածելու առանց Նախկինում թաքուն եք ընտրել մեզ։ Կյանքım չէ, միշտ ընտրել եմ։ Էցեք, շնորհակալ եմ։ Իմաց չեմ, եք քո կողքին եք ցավ։ Շնորհակալ եմ եղբայր։ Նրանք բան վարչ։ Մի հատ մյուս խաղավարներին է։ Ես հասկանում եմ, որ մի վարքյան։ Բարև ձեզ։ Դուք այս տաղավարում եք աշխատում թե չէ։ Քարտեզը եւ բուկլետը։ Քարտեզը։ Հա իհարկե եղբայր։ Եվ բուկլետը։ Լավ օր ձեզ։ Բարև եղբայր։ Լավ եք, ավեն գործերը։ Չի լավ խանութ ունեք։ Հաջողություն եմ մաղթում։ Ինչքան ձեր խանութում առևտուրը շատ է, այդ նշանակում է մեր երկրի գործերը բառից բուն, ինտելեկտուալ եւ հոգեբանական իմաստով լավ են, այնպես որ եւ շնորհակալ ենք ձեզ, որ Սասունցի Դավիթ կայարանի մոտ, անկեղծ ասեմ, չգիտեի, որ sense գրախանութ 10 տարի, բայց նշանակում է առևտուր կա, չէ՞։ Հակառակ դեպքում ոնց կձգեիք, լավ էնտուզիազմով մի տարի, 2 տարի, 3 տարի, բայց նշանակում է նաեւ շատ լավ է, շնորհակալ եմ շատ, հաջողություն ձեր գործերին։ Մի հատ եք Իրոք մեծամասնությունս ողջունում եմ ձեզ Փաշինյան, լավ է։ Բեռլինից եմ։ Հայաստանի քաղաքացիություն ունեք։ Իհարկե, եւ Գերմանիայի։ Շնորհակալ եմ։ Ընտրություններին գալու եք մասնակցելու։ Իմ ծննդյան օրն է, կարծում եմ դա ինձ համար մեծ նվեր կլինի։
Հունիսի 7-ը երկվորյակ եմ։ Հա, շնորհակալ եմ, ես էլ եմ։ Լավ եղեք, հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Уважаемый Никол Пашинян, моя мечта была вас увидеть, вас встретить. Я за вами слежу прям с первого дня 18-го года. Как вы ходили, говорили, собирали весь армянский народ. Спасибо вам. Спасибо, что вы сплотили армянский народ. Спасибо, что вы сплотили всю страну. Спасибо, что про Армению узнали многие. Вам за это большое спасибо. Весь мир. Реально, не все понимали, какая страна Армения. Спасибо вам за то, что строите дороги, школы, сады. Спасибо вам, что подняли дух армянского народа. Вот вам спасибо большое. Я ваша фанатка. Я ваша фанатка. Я вам желаю удачи в выборах. И спасибо, что вы думаете именно о народе Армении. Вам спасибо большое. Вы не представляете. Какое это счастье вас видеть. Спасибо. Բոլոր տրամաբանված հարցերը չկասկածեք լուծում կստան։ Ուղղակի պետքա խնդրում ենք մի բան հաշվի առնել, որ մեր ինստիտուտների կարողությունները այնուամենայնիվ որոշակի սահմանափակում ունեն, իհարկե մենք հիմա աշխատում ենք, որ ընդլայն ենք, որովհետև տեսեք, մենք փողոց ենք դուրս գալիս, ինչքան է, դեռ մի ժամ է քայլել եմ, արդեն հարյուրավոր հարցեր, անձնական, ոչ անձնական, այդ բոլոր հարցերը ֆիքսվում են եւ նրանք, իմիջիայլոց ասեմ, կան հարցեր, որոնք լուծելի չեն, օրինակ դատական պրոցեսներ գնացել Վճռաբեկ դատանով անցելա, մարդիկ շարունակաբար գրում են, դիմում ասում են ժողովուրդ ջան, չունի այդ հարցը լուծում, բայց ձեր ասած հարցը ես նկատի ունեի, որ քաղաքապետն էլ ես էլ ֆիքսեցինք, իր հերթի մեջ կգա կլուծվի։ Մի քիչ որ ձգվի, խնդրում եմ չներվեք։ Պարոն Ավինյանին այդ որ դիմում են այդ Մի հատ Լեոնարդ Իրականում այդ ամբողջ ընթացքը ես շատ լավ պատկերացնում եմ։ Ես քեզ Ես էլ քեզ Ինչ անունը Ինչ անունը Այդ սիրուն է մազերը լսի Դու գիտես ինչքան սիրուն է մազերը Հələ բա գույնը Գիտեմ ոնց են ձևակերպել 2000-ականներին բայց հենց այդ ձևակերպումը տվել են մեր գործը բաղկացնեին բայց դրան էլ կա Բարև Պարոն Փաշինյան, մի հատ մենք 2008 թվականից հանրակացանում ենք, շուտվանից 90-ականներից։ Ուղղակի տան ենք սպասում։ Հասցեն որն է։ Արցախի 32 կոտորակ 6։ Գիտեք ինչ, մենք հիմա սոցիալական որոշակի խմբերի համար մեր նախընտրական ծրագրում գրել ենք նաև բնակարանի ապահովման ծրագրեր ենք անելու։ Այդ հանրակացարանների խնդրեմ այնքան լուրջ խնդրեմ է։ Ուզենայի մի հատ այցելեք ուղղակի էլի մենք այնքան կտրված ենք։ Կհավատաք, որ առանց այցելելու պատկերացնում եմ այնտեղ ինչա կատարվում։ Կոմունալ հարմարություն ունենք, որը երեխաները Տասնյակ նման տեղեր այցելել եմ եւ հավատացեք, դեպքերի 90 եւ ավել տոկոսում նույն վիճակն է, դրա համար մենք նախընտրական ծրագրում կետ ենք ներառել։ Այդ մարդը, որ հանրակացարան բառը արդեն ինքը իր մեջ իր պրոբլեմատիկան պարունակում է եւ մենք մտածում ենք, որ սոցիալական բնականաշինության եւ ծրագրեր պետք է սկսենք, որպես այդ հարցը հանրակացարաններ եւ վթարային շենքեր, այդ ֆունդամենտալ երկու մեծ խնդիրներ են, որոնցով պետք է լուծվենք, բայց դա էլ պետք է հասկանանք, որ իրականում մենք չենք պատկերացնում հարցի մասշտաբը։ Մեզ դիմում են, ով որ մեզ հանդիպում ասում է, մեզ թվում է 1, 2, 3, 4, բայց այդպիսի տասնյակ եւ հարյուրավոր ունենք, որոնց բնակիչները մեզ չեն հանդիպել եւ չեն դիմել։ Հասկանում եմ, բայց շատ կուզեի մեր հասցեն ուղղակի այցելեի։ Հասցեն նորից ասեք։ Արցախի 32 կոտորակ երկաթից Տեբոյա կոչ։ Շատ լավ։ Այցելելու համար չեմ ասում, հիշելու համար։ Տեսնենք։ Փաշինյան։ Այդ շնորհակալություն ձեր բարի օր։ Այս ընկերս վերցրել է Ձեզ ներքևը հանդիպեցինք, չէ՞։ Քարտես ընկերոջս, շնորհակալություն։ Մեզ էլի պարոն Փաշինյան հաջողություններ ենք մաղթում ձեզ։ Մեզ էլ քարտես շնորհակալ ենք, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Շնորհակալ Այո, իհարկե։ Միատել մենք, հա։ Բայց այս տեմպով մենք ոչ միայն Մարաշեն այլև երևույթ չենք։ Ձեզ քարտեզն էլ իրեմ։ Կանգնեք, պարոն Ավինյան, կանգնեք։
Բա ոնց ենք լուծելու տեմպի հարցը, պարոն Ավինի։ Հիմա սկսում ենք քայլել, պարոն Վարդան։ Բայց մեկը մարդկանց տեսնենք հո չենք ասելու հաջող։ Առաջարկելու ենք քայլելով, պարոն Վարդան։ Հա, բայց շատ լավ գաղափար է։ Շատ լավ գաղափար։ Ժորժ ջան, եկեք քայլելով շփվենք։ Բարև ձեկ, եկեք քայլելով շփվենք, որ Քայլելով մի քիչ դժվար կլինի։ Ես ձեզ շատ եմ դիմել, ինտերվյու նայեք, երևի կճանաչեք նկարներով։ Հիշեցիք, իմ հարցերին այդպես լուծում չտրվեց։ Որն էր ձեր հարցը։ Ես Հայաստանի Հանրապետությունից վաղուց հեռացել էի։ Ահա։ Այսինքն հասած։ Հետո Քաղաքացիություն ունեք։ Ահա, ունեմ, վաղուց բնակարաններ ունեմ։ Մերսի։ Բա ի՞նչն էր հարցը, որ չի լուծվել։ Հիմա եկել եմ մի շարք խնդիրների առաջ եմ կանգնել։ Ուրեմն հարցեր են, ոչ միայն մի հարց։ Այո, մի շարք, ես մի քանի անգամ Հələ խնդրում եմ ամենակարևոր ասեք մենք։ Կոմունալ տնտեսությունների հետ է կապված առաջին հերթին։ Որ միացումներ լինեն։ Չէ, միացում չէ։ Նախ համատիրությունը ինձանից մեծ գումար է պահանջում, բայց փոխարենը Դե գիտեք ինչի։ Ինքը Որտեւ այդքան տարի չեք վճարել, Չեմ, բայց երբ որ իմ բնակարանի տակ անօրինական շինարարություններ գնում, բնակարանի պակասելով ինչ նկատի ունի։ Այ Անտոնի բնակարանը։ Չէ, փողոցում։ Չէ, շենքի տակ, շենքի տարածքում։ Դե գիտեք Ես դիմել եմ 3 վարչապետ, 3 նախագահ, 3 քաղաքապետ։ Ու այն ժամանակ բանի պես Իսկ կարողա նրանից որ այդ հարցը լուծելի չի։ Լուծելի է, անօրինական բաներ են շատ արել, հիմքի շենքը քանդել են։ Ինչ եք ուզում որ արվի շենքի նախնական տեսքը վերականգնվի։ Նկատի ունեմ հարցը որ ինչ պետք է տեղի ունենա որ դուք արձանագրեք որ լուծվեց վերջ։ Որ ես հանգիստ պայմաններում ապրեմ։ Չէ, այդ հասկացա, բայց ինչ պետք է տեղի ունենա։ Տարբերակներ, պետքա ապամոնտաժել, պետքա փոխհատուցում տալ, պետքա քրեական գործ հարուցել դատել, պետքա վտարել, պետքա Չէ, որովհետև տեսեք, շատ դեպքերում մարդիկ հարց բարձրացնում են եւ ասում են լուծում չի ստանում, պետքա պատկերացնել լուծում ասելով ինչ։ Դե լուծում որ ես հանգիստ պայմաններում ապրեմ։ Դե ինչա պետք դրա համար։ Այդ վերելակը վերացվի իմ բնակարանի տակից։ Ամբողջ օրը ես աղմուկի մեջ եմ ապրում։ Տեսչական մարմինը պետքա գա։ Այո, պետք է գա, ստուգել են։ Առանց հետո մեր բնակարանի աղմուկը գերազանցում է։ Դե հիմա ոնց անենք, ով կա օգնականներից։ Տիկին Դավոյան հասցեն կարող եք։ Ես ցույց կարամ տամ այս բայց չեն կարող շեղվել։ Ավելի լավ, թող տեսչականը թող գամեն։ Մեզ սպասում են։ Համեցեք։ Okay, հիմա փոխություն է ապրում եմ դարձով։ Ինչու։ Ասենք ապրում քրոջս մեծացրել է, հիմա ապրում եմ բան, վարձով, ստեղ, վարձով եմ դեր հետ նկարվեմ կլինի։ Այս պայմաններում դժվար կլինի։ Բարև ձեզ։ Մի րոպե։ Բուկլետ։ Բարև ձեզ։ Քարտեզ, բուկլետ, բարև ձեզ։ Դուք մեր խմբից եք։ Այո։ Ասեք մեր խմբից եք։ Լավ եք։ Լավ։ Դժոխացած առաջ գնացեք, լավ եք։ Համեցեք նվեր տամ ձեզ, բարև։ Չէ, նվեր պետք չի։ Հաջիկ ջան, դու պետք է 10 տարի աշխատես, վարչապետ ջան։ Այդ քարտեզն է վերցրեք։ Հաջիկ։ Աղջիկս նայելու է ու ուրախանալու։ Քանի տարեկան աղջիկը։ 9 տարեկան։ Մի հատ Լեոնարդ աղջկան ես էլ կփոխանցեք։ Շնորհակալ եմ, շատ լավ որ։ Լավ եք, ձեզ էլ եղբայր։ Ձեզ էլ։ Հա, լսում եմ։ Բայց դուք նոր քաղաքապետ եք, երկար բարև, լավ եք։ Հենց մոտիկացել եմ քաղաքապետի մասով։ Քաղաքապետարանը։ Ինչու՞ ամենակ իր գրպանի մասին մտածում։ Տիկին ձեր ազգանունը ինչ է։ Սարգսյան Կարինե։ Հիմա խնդրում եմ մի նախաձայնությամբ ձևակերպեք ակնկալիքը ինչ եք ուզում, մի նախաձայնությամբ։ Եթե ՀՀ քաղաքացիները, հաշմանդամները, օգտվել, ինչու փախստականներն չեն օգտվում։ Ինչ եք ուզում, ինչ կոնկրետ ինչ եք ուզում։ 4 անգամ նստում եմ գնում հիվանդանոց։ Օրինակ մեկը ինչ եք ուզում որ անենք ձեզ համար։ Փախստականների համար է քաղաքապետարանը զեղչանի տրանսպորտի։ Փախստականը միլիոներ չի, որ տալիս է տան վարձ, աջակցությունը կտրել է։ Լսեցի, հասկացանք, ձեզ կքննարկենք։ Քննարկենք, բացի դրանից։ Բարև։
Բարև ձեզ։ Մեր քարտեզից նվիրեն եւ վերցրեք։ Գիտեք, ես շատ Բարև ձեզ, եղբայր։ Բարև ձեզ, լավ օր ձեզ, լավ են ձեր գործերը։ Հասկացած ես, հասկացած ես։ Բայց մի րոպե,